Փառք Տիրոջը ժողովուրդ ջան։ Ճիշտ ասած նայեցի երեխաներին, ինչքան լուսավոր են, ինչքան լուսավոր պայծառ օրը, օրհնյալ օրը, եւ հիշեցի 93 թե 94 թիվներ, մենք երիտասարդ ենք, դեռ հələ շատ անփորձ, ամուսնացած չէի, Սերգեյ եղբայրը ասեց, ուրեմն Հայաստանում այդ ժամանակ լույս չկար, գազ չկար, պատերազմական վիճակ էր ծանր, եւ ասեց եղբայրներ, այս ծանր վիճակի մեջ եկեք գնանք այդ մենք կասկադի վերև է, որ բմբուլա ցորենա ինչա, չգիտեմ, այդտեղից կանգնենք, նայենք մեր ժողովրդի այս ծանր եւ թշվառ վիճակը ու միանանք Տիրոջ աղոթքով եւ պատկերացնենք, որ Գողգոթայի խաչի տակ ենք, խնդրենք Տիրոջը, որ մեր ժողովրդին ողորմություն անի։ Մի 5-6 եղբայրներով էինք, գնացինք, այն ժամանակ ինքը շատ առողջ ձիգ էր, այդտեղ կանգնեցինք, ասեց, տեսնում եք, սենց խավար է, մի հատ լույս չկա, ամբողջ Երևանը խավարի մեջ էր։ Կարող է մի հատ այտենց մեքենա երևալ նորքից իջնում ասենց։ Ասեց նայեք Տիրոջը հավատացեք նրա ողորմությանը, որ ամբողջ Երևանը լույսի մեջ ողողված է եւ խնդրենք, որ կատարվի։ Այսօր այտենց է թե չէ ժողովուրդ։ Շատ հետաքրքիր հավատք ուներ եւ սովորացնում էր մեզ։ Եվ ես նայում եմ, որ այս երեխաները հույս չկար, որ լիցանվեին այն ժամանակ, որովհետև պատերազմը մենք չգիտենք որ կողմ կգնար, բայց Աստծո ժողովրդի աղոթքներով, Տիրոջ ողորմությունով ու գթությունով այսօր մենք տեսնում ենք այս պայծառ լուսավոր օրը, դրա համար գոհություն տանք եւ փառք տանք Տիրոջը։ Ես մի հատ Սաղմոս կարդամ աղոթք անենք։ Կարդում եմ 42 Սաղմոսը սեներ։ Սա մարդու հոգու աղաղակն է Տիրոջ առաջ։ Ինչպես եղջերուն ջրի վտակներուն կփափագի, այնպես ալ իմ անձս քեզի կփափագի, ով Աստված, հոգիս ծարավ է Աստծո, կենթանի Աստծո։ Երբ պիտի գամ ու երևամ Աստծո առջև, ցերեկ ու գիշեր արցունքներս ինձի հաց եղան, որովհետև ամեն օր ինձի կսեն, թե ուր է քո Աստվածդ։ Այս բաները միտքս կբերեմ ու հոգիս կթափեմ իմ ներսիդիս, փափագելով, որ բազմության հետ երթամ, անոնց հետ հանդեսով Աստծո տունը մտնեմ, ուրախության եւ օրհնության ձայնով, տոնախմբող բազմության հետ։ Այսօր տոնախմբող բազմությունը ներկա է, Կիրակի է, շաբաթվա առաջի օրն է, տոն է Տիրոջ համար եւ մենք տոնակատարություն ենք անում եւ երեխաները Աստծո խոսքը կատարում են, որ գրված է մակած եւ կատնկեր տղայոց բերանից գովություն կատարեցիր, որպեսի լռեցնես սատանան, թշնամին, հակառակորդը։ Երբ որ երեխաները փառաբանում են Տիրոջը սեներ, այդ թոթովախոր շրթունքներով մենք չենք պատկերացնում, թե դժոխքում ինչ առնում, բայց Սուրբ Գիրքը ասում է, թշնամին, սատանան ամաչելու է այդ ժամանակ, կոտրվելու է, կարող է շատ մեծ է, շատ օրհնություն անել, բայց եւ որ երեխաները վերցնում են իրանց բերանը երկսայրի սուրը, հոգու սուրը, Աստծո խոսքը, որ հավիտյան երկնքում հաստատ է, եւ նա անփոփոխ է բոլոր իր թշնամիներին բոլոր դարերում հաղթել է, դա մեծ զորություն ու շարժ է կատարում սեներ։ Մեծ զորություն ու շարժ։ Ես Սուրբ գրքից Սուրբ Հոգով հայտնություն առա, որ բոլոր աշխարհի երեխաները Հիսուսի ներկայության մեջ են։ Աստված ինձ ցույց տվեց, երբ որ ես փոքր ժամանակ ֆուտբոլ էի խաղում, մի շաբաթ առաջ է ցույց տվել, 2 շաբաթ։ Իրան ներկայության մեջ է, ինձ ցույց տվեց, ասես նայ հիշում ես, ասում եմ հայ այդ ինչ երանություն էր Տեր, ասում եմ ինչ մանկական երանություն էր, մեկ է տեսա որ ինքը ներկա էր, դրա համար երանություն էր։ Մենք ասում ենք, այս երեխեք ինչ են տեսնում, որ մենք այնքան լավ մանկություն ենք ունեցել, հավատա, որ իրանց հետ է, եւ քո հետ էր, դա համար քո մանկությունը տենց լավ էր։ Առակաց 8-րդ գլխի մեջ ասում է. Եվ իմ ուրախությունը մարդկանց որդիների հետ էր։ Դարքա չէ, ասում մարդկանց հետ էր, մարդկանց էլ է սիրում։ Բայց որդիները ինչի, որտեվ նրանց մեջ
երկնքի թակավորությունը կարա հանգիստ տեղավորվի, իրանք դեմ չեն դրան։ Իսկ մենք մեր հպարտության հարցերը մինչև չլուծենք, բայ իմ կենացը չխման, իմ անունը չտվեցին, ինձ բանի տեղ չդրին, 1000 անգամ պագլոն չարեցին, ինձ նեղացը խռովը չի խոսում ոչ մեկ էլ։ Բասմեիր ոչինչ եմ։ Բասմեիր ես ուրեմն խոնարհվենք, գոհանանք, փառտանք Տիրոջ ասեն, այս մեծ տոնակատարության համար, որ մեր մեջ այս հզոր բանակը կա, որոնք թոթովախոս Բերանով խոսքը խոսում են, չեն էլ պատկերացնում, թե դժոխքում ինչ ավերածություն անում իրանց մի հատ փոքրիկ Սաղմոսից։ Եկեք գոհանանք, օրհնենք երեխաներին։